Իրանական հրթիռները պայթում են Բահրեյնում, Քաթարում, Քուվեյթում, Իրաքում, Հորդանանում, Սաուդյան Արաբիայում, Արաբական Միացյալ Էմիրություններում։ Բոլոր այն երկրներում, որտեղ Միացյալ Նահանգները ռազմաբազաներ ունի, դրանք փորձում են որսալ իրանական բալիստիկ հրթիռները։ Այդ երկրները փակել են իրենց օդային տարածքը, հարձակումից օրեր առաջ Բահրեյնի ամերիկյան ռազմաբազաներում աշխատակիցների թիվը կրճատվել է հասնելով 100-ի։ Արաբական Միացյալ Էմիրություններում Ալ-Ջաֆրա ավիաբազան է թիրախավորվել։ Քուվեյթում, Բահրեյնում և Միացյալ Էմիրություններում անդադար տագնապի ազդանշաններ են հնչում։ Դուբայի երկնքում խոցված իրանական հրթիռների բեկորներից մեկ մարդ է զոհվել։ Դուբայի Բուրջ Խալիֆա երկնաքերից նույնպես տարհանում են մարդկանց։ Երկնքում խոցված իրանական հրթիռների բեկորներից մեկ մարդ է զոհվել։ Պատասխան հարվածներ են հասել Իսրայելին, 75 հրթիռ է արձակել Իրանը Երուսաղեմի, Թել Ավիվի և Հայֆայի ուղղությամբ, որտեղ տագնապի ազդանշաններ են հնչում։ Բջջային սարքերի նահազանգ է ստացվել, որ անհրաժեշտ է գտնվել պահպանվող վայրերի անմիջական հարևանությամբ։ Խայբարի մարդ կամ փոթորիկի վերջը, այս անունն է տվել Իրանն իր սկսած պատասխան գործողությանը։ Միացյալ Նահանգների ու Իսրայելի հարվածներից հետո Իրանի համար չկան կարմիր գծեր, հայտնում է Ալ Ջազիրան, հղում անելով իրանցի պաշտոնյայի, որի անունը չի նշվում։ Առյուծի մռնչյուն է անվանել Իսրայելի վարչապետը Իրանի դեմ սկսված ռազմական գործողությունը, որ նրա խոսքով Իրանի ստեղծած գոյաբանական սպառնալիքը վերացնելու համար է և կանխարգելիչ նպատակներ ունի։ Չպետք է թույլ տանք, որ միջուկային զենք ունենա Թեհրանը, հայտարարել է Իսրայելի վարչապետը։ Նեթանյահուն Իրանը ներսից պայթեցնելու կոչեր է հնչեցրել, դիմելով այդ երկրում ապրող ազգային փոքրամասնություններին։ Ժամանակն է, որ իրանական ժողովրդի բոլոր հատվածները՝ պարսիկներ, քրդեր, ադրբեջանցիներ, բելուջներ և ահավազիներ թոթափեն բռնության լուծը և կերտեն ազատ ու խաղաղասեր Իրան։ Հանձնվել կամ մեռնել, այսպիսի ընտրության առաջ է կանգնեցրել Միացյալ Նահանգների նախագահը Իրանի բանակին։ Պենտագոնը Իրանի դեմ ռազմական գործողությունն անվանել է էպիկ զայրույթ։ Պայքարելու են այնքան, մինչև Իրանում փոխվի ղեկավարությունը, հայտարարել է Թրամփն ու բացահայտել ռազմական գործողության նպատակը։ Միացյալ Նահանգների զինված ուժերը իրականացնում են լայնածավալ և շարունակական գործողություն, կանխելու այս չափազանց չար ծայրահեղական բռնապետության սպառնալիքները Միացյալ Նահանգների ազգային անվտանգության Մենք կկործանենք նրանց հրթիռները և հրթիռային արդյունաբերությունը կհավասարացնենք հողին, մենք կոչնչացնենք նրանց նավատորմը, մենք կապահովենք, որ Իրանը միջուկային զենք չստանա։ Թրամփն իրանցիներին կոչ է արել թաքնվել, որովհետև ռումբերն ընկնելու են ամեն տեղ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի անդամներին, զինված ուժերին և ամբողջ ոստիկանությանը այսօր ասում եմ. դուք պետք է վայր դնեք ձեր զենքերը և կունենաք լիակատար անձեռնմխելիություն, հակառակ դեպքում մահն անխուսափելի կլինի։ Եվ վերջապես Իրանի մեծ ու հպարտ ժողովրդին այսօր ասում եմ, ձեր ազատության ժամը մոտ է։ Մնացեք ապաստարաններում, տանից դուրս մի եկեք, դրսում շատ վտանգավոր է, ամենուր ռումբեր են ընկնելու։ Սա հավանաբար ձեր միակ հնարավորությունն է սերունդների համար։ The Washington Post-ը գրում է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Իրանի վրա հարձակումն առնվազն մինչև 2 շաբթի։ Այդ մասին ամերիկացի մի պաշտոնյա է ասել. Միացյալ Նահանգներն Իրանի դեմ գործողության մեջ տեղակայել է իր տիեզերական ուժերը, ռազմաօդային ուժերը, ռազմածովային ուժերը, ծովային հետևակի կորպուսը և բանակային ուժերը, հաղորդում է Washington Post-ը։ CNN-ի իսրայելցի աղբյուրը նույնպես հայտնում է, որ մի քանի օր կշարունակվի հարձակումը։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են 70,000 պահեստազորայինների հավաքագրման մասին։ Իրնայի հաղորդմամբ Իսրայելի հարվածի տակ է հայտնվել աղջիկների տարրական դպրոցը Մինավ քաղաքում, որը գտնվում է Իրանի հարավում, Հորմոզգան նահանգում, 5 մարդ զոհվել է։ Իրանի սրտում են այսօր պայթել առաջին 3 իսրայելական հարվածները։ Թեհրանն է հիմնական թիրախը, որտեղ ավելի քան 30 օբյեկտ է ենթարկվել իսրայելական հարձակման։ Ըստ արևմտյան մամուլի Թել Ավիվը թիրախավորել է նաև Իրանի նախագահի պալատը և հետախուզական կենտրոնը։
Ըստ իսրայելցի մի պաշտոնյայի, Իսրայելի թիրախում Իրանի ամբողջ ղեկավարությունն է, այդ թվում Ալի Խամենեին։ Իրանական TASNIM գործակալության տվյալներով 7 հրթիռ է արձակվել Իրանի նախագահական պալատի և գերագույն առաջնորդ Խամենեիի Համալիրի մոտակայքում։ Ըստ Reuters-ի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին արդեն Թեհրանում չէ, նա անվտանգ տեղ է տեղափոխվել։ Հրթիռներն ընկել են Թեհրանի Ջոմհուրի շրջանում Դանեշահ պողոտայի վրա, պայթյունի տեսանյութեր են հրապարակվել նաև Թեհրանի Փասթոր փողոցից։ Հենց այս փողոցում են գտնվում Իրանի կառավարական շենքերը։ Պայթյուններ են լսվել նաև Սպահանում, Ղոմում, Լորեստանում, Թավրիզում, Քերմանշահում։ Ըստ իսրայելական 12-րդ ալիքի, Իրանի վրա իսրայելական հարվածները շատ մեծ հաջողությունների են հասել իրանական ղեկավարությանը վերացնելու հարցում։ Ըստ Պահապանների կորպուսի ոչ պաշտոնական աղբյուրների, սուտ են տեղեկությունները, թե սպանվել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար Ամիր Խաթամին։ Իրանում գրեթե ամբողջությամբ անջատված է ինտերնետը։ Ըստ լուրերի, Թեհրանի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցին նույնպես հարվածի է ենթարկվել։ Որոշ աղբյուրներ հայտնում են, որ Թուրքիայի հարավում գտնվող ամերիկյան Ինջիրլիկ ավիաբազայում պայթյուններ են որոտացել։ Այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա։ Լիլիթ Սարգսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։